Կիևի քաղաքապետը հայտնել է, որ այս գիշեր Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին։ Վիտալի Կլիչկոյի խոսքով տարբեր շրջաններում հրդեհներ են բռնկվել, վնասվել են բնակելի շենքեր։ Հայտնի է 1 զոհի եւ առնվազն 10 վիրավորի մասին։ Ռուսական ուժերը թիրախավորել են նաեւ Դնեպրի շրջանի մանկապարտեզներից մեկը, Դնեպրի ձախափին հրշեջները փորձում են տեղայնացնել հրդեհի օջախները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ գիշերը խոցվել է ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, այդ թվում Մոսկվայի, Լենինգրադի, Ռոստովի, Վոլգոգրադի, Բրյանսկի, Կալուգայի, Սմոլենսկի, Վելգորոդի մարզերում։ Դոնալդ Թրամփը մեկնել է Մալազիա, այնուհետև նա աշխատանքային հանդիպումներ կունենա Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում, ինչպես նաեւ կմասնակցի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի գագաթնաժողովին։ Նախքան թռիչքը լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ հանդիպմանը հնարավորություն կունենա քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղիները։ Մենք կցանկանայինք, որ Պեկինն օգներ մեզ Ռուսաստանի հարցում, լուրջ պատժամիջոցներ ենք կիրառել Մոսկվայի դեմ, նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Լրագրողների հարցին արդյոք Թրամփը չի վախենում, որ պատժամիջոցները կարող են ստիպել Կրեմլին գնալ էսկալացիայի, Թրամփը պատասխանել է ոչ։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Ես բաց եմ դրա համար։ Փենյանը բազմաթիվ միջուկային զենքեր ունի, բայց կարծես խնդիրներ ունի հեռախոսային կապի հետ, հավելել է Թրամփը։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ ամերիկյան կողմի հետ բանակցություններում Մոսկվայի պատվիրակության անդամ Կիրիլ Դմիտրիևը մեկնել է Վաշինգտոն։ Ակնկալվում է, որ նա կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ։ Լրագրողների հետ զրույցում Դմիտրիևը հայտարարել է, որ պատժամիջոցները դժվար թե էական ազդեցություն ունենան Ռուսաստանի տնտեսության վրա, քանի որ համաշխարհային նավթի գները կբարձրանան եւ Մոսկվան դրանից կշահի։ Նա նաեւ կարծիք է հայտնել, թե Կիևը մեղմացրել է պատերազմը դադարեցնելու պայմանների վերաբերյալ իր դիրքորոշումը։ Ըստ իս Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան իրականում բավականին մոտ են դիվանագիտական լուծմանը, ընդգծել է Դմիտրիևը, հավելելով, որ նախ առաջնագիծը պետք է սառեցվի, կարգավորվեն տարածքների, անվտանգության երաշխիքների եւ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցերը։ Դմիտրիևն ընդգծել է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև երկխոսության կարեւորությունը, շեշտել, դրա բացակայությունը լուրջ վտանգ է ներկայացնում ամբողջ աշխարհի համար։ Ռուսաստանի ներկայացուցչի կարծիքով Թրամփի վարչակազմը ցանկանում է հասկանալ Ռուսաստանի դիրքորոշումը։ Նա հավելել է, որ կողմերն աշխատում են երկու երկրում բանտարկված անձանց նոր փոխանակման ուղղությամբ։ Նաև ըստ Դմիտրիևի Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը կհանդիպեն, բայց ոչ շատ մոտ ապագայում։ Լոնդոնում տեղի է ունեցել Ուկրաինայի աջակիցների կոալիցիայի հանդիպումը, որին մասնակցել է նաև Վոլոդիմիր Զելենսկին։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու Կիևին աջակցությունը, ողջունել նավթային ոլորտում Ռուսաստանի դեմ Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի վերջերս սահմանած պատժամիջոցները։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի համոզմամբ դրանք թույլ կտան զգալիորեն մեծացնել Վլադիմիր Պուտինի վրա ճնշումը։ Մարկ Ռյուտեն անդրադարձել է Ուկրաինային ամերիկյան Թոմահոք հեռահար հրթիռների հնարավոր վաճառքին եւ հայտարարություններին, որ Վաշինգտոնն այդքան էլ հետաքրքրված չէ նման գործարքով։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, Թոմահոքների հարցը քննարկման փուլում է, վերջնական որոշումը պետք է կայացնի Դոնալդ Թրամփը։ Էմանուել Մակրոնը տեղեկացրել է, որ Ֆրանսիան պատրաստ է Միրաժ կործանիչներ եւ աստղ հրթիռներ փոխանցել Կիևին, ինչպես նաեւ ապահովել ուկրաինացի զինվորականների ուսուցումը։ Մեծ Բրիտանիան էլ 5000 նոր բազմաֆունկցիոնալ հրթիռ կտրամադրի ուկրաինական բանակին։ Նիդերլանդները կմեծացնի Ուկրաինային էներգետիկ ոլորտում աջակցությունը ռուսական հարվածների ֆոնին ձմռանը դիմանալու համար։ Դիանա Գասպարյան, լուրեր։